Հայրենասիրության լավագույն եւ հարազատ ցայլ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանացանի եթերով եւ թիմադիդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Գազագերբությամբ Անջարի հոհիտա Գարմիր լեր գոմիդեին 3 չորեքշաբթի 4 հունիսի երեկոյան ժամը 6:09 Սարգիս Սեյթլյան գետրոնի մեջ շնորհավորական ընդունելությունը դեղի ունեցավ իբադիվ Անջարի նորնդիր քաղաքապետական խորհրդի գազմին եւ թաղաբեդերուն գլխավորությամբ Անջարի 3 համայնքաբեդերուն եւ հոգեվոր հայրերուն ներկայությամբ համայնքներու ներկայացուցիչներու Անջարի եւ Զահլեի բադգան մարմիններու եւ միություններու ներկայացուցիչներուն եւ հայրենագիցներու բազմությամբ հաջորդաբար խոսքեր արտասանեցին Վարուժան arczepiskopos Հերգելյան, նախկին քաղաքապետ Վարդգես Խոշյան, նորնդիր քաղաքապետ Սեդրակ Հավատյան, հայ կաթողիկե Մեստրոպ վարդապետ Թոփալյան, վերաբադվերի Հակոբ Ակբաշարյան, Եզեգիել վարդապետ Սելլումյան։ Անոնք շնորհակալություն հայտնեցին ընթացավարտ քաղաքապետին եւ քաղաքապետական խորհրդի անդամներուն իրենց երկար տարիներու ծառայության համար եւ նորնդիր գազմի մաղթեցին հաջողություն, բարի ծառայություն, արդյունավետ եւ միասնական գործունեություն, որբեսի նպատակա ուղղված լա քյուրի համերաշխության եւ վերելքին։ Ասկային ժողովի նիստեն ետք Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան հարցազրույցը ընթացքին եսավ, որ կարելի չէ Էջմիածնի հասցեին կատարված Փաջազադեի եւ Փաշինյանի հարցակումները եւ թիրախավորումը պատահականություն նկատել։ Կարելի չէ, որ այդ մեկը բարձրապես համընկնում լա այն պատգամավորները, որոնք առիթ ունեցած են զանոթանալու Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթուղթին, ահազանգած են, որ Հայաստանի մեջ ապազգայնացման ծրագիր կգործադրվի եւ Ադրբեջանի պահանջով այդ համայնքների մեջ ամրագրված է գետմը, որմով Հայաստանի իշխանությունները բարձրավորված են ինտիմատիրներու հետ թեմ բայկար իրականացնել, այսինքն բոլոր անոնց թեմ, որոնք կբայկարին հայկական շահերու, հայկական իրավունքներու համար, ըստ Քրիստինե Վարդանյան, ընդգծելով, որ Ադրբեջանի հետ ցերկ բերված բանավոր եւ գրավոր պայմանավորվածությունները նույնիսկ առանց համայնքների ստորագրության կգադարվին եւ ընթացքի մեջ են։ Պաստորեն համաձայնագիրը սկսած է գիրարգվել առանց ստորագրության, մենք առնվազն 2 դրվագով կտեսնենք։ Այդ մեկը կտեսնենք եկեղեցվո թեմ այս արշավով եւ թիրախավորումով, իսկ երկրորդ գետը այն է, որ Փաշինյան եւ Ալիև հայտարարեցին, որ երրորդ երկրի ուժեր պիտի չդեղագայվին երկու երկիներու սահմանին վրա։ Անցյալ տարի Մեղրիեն Թուրսպերին ռուսական զորքերը, այսինքն համաձայնագիրը դակավին չստորագրած, անոր մեջ ամրագրված գետերը կգործադրվին Փաշինյանի կողմէ։ Համաձայնագիրի մեջ դեղ չկտած գետերը, օրինակ սահմանադրության փոփոխության բանջը դարձյալ գիրականացվի, շեշտեց պատգամավոր Վարդանյան։ Այսօր ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Նիկոլ Փաշինյանն գսե, եթե համաձայնագիրը ստորագրվի եւ սահմանադրության հագասե, ես սահմանադրության փոփոխության գնահատացերնեմ։ Եկեղեցվո թիրախավորման համար դրամապանական ուրիշ բացատրություն կարելի չէ տեսնել։ Ինչու, երբ Արցախի հայերը հանրահավաք կգադարեն Հայաստանի Երևանի մեջ, անոր կհաջորդի անոնց հանդեպ թիրախավորված ադելության արշավ։ Ինչու երբ եկեղեցին աննահանջ իր բոլոր քարոզներում մեջ բոլոր բادرակներու ընթացքին հանդես կուկա Արցախի հայության իրավունքներու պաշտպանությամբ, երբ միջազգային խորհրդաժողով կհրավիրե, երբ գխոսի քերներու վերադարձի մասին, նման թիրախավորում կգադարվի, ըստ Քրիստինե Վարդանյան։ Պատգամավորը ընդգծեց, որ իրենք ամբողջությամբ կաջակցին Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության։ Մեր բոլոր միջոցներով, գործիքագազմերով պատրաստ ենք աջակցելու եւ նաեւ դարազելու այդ պահանջը։ Մենք կպահանջենք դադարեցնել արշավը անցեմը, որ ինք ծրագրած եւ նախաձեռնած է այդ ամբողջը, այստեղ ամենը մեծ հարցը։ Ինչպես մեր ինքնության բոլոր հիմերուն, նույնպես ալ հայ արաքելական եկեղեցվո պաշտպանության հարցը այս պահուն մնացած է հանրության ձերի մեջ եւ հանրային պաշտպանությունն է,
որ այս օրերուն պիտի արտահայտվի եւ անհրաժեշտության բարակային, եթե այս արշավը ավելի սրի, պիտի դրսևորվի։ Պատգամավորը շարունակեցելով, որ ներկայիս Հայաստանի մեջ կկատարվի բաժանումը, որում մեկ կողմը այն մարդիկն են, որոնք կկատարեն Ալիևի բանջները կհարցակին եկեղեցու վրա, իսկ մյուս կողմը կգանքնին բոլոր անոնք, որոնք այս հարցակումին թեմ են եւ չեն բաժներ մյուսներուն դիրքորոշումները, հայտարարեց պատգամավոր Կրիստինե Վարդանյան։ 3 հունիսին Երևանի մեջ մեկնարկը կատարվեցավ Կանադայի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Արցախի հայերու հանդեպ Լեգոյի եւ անգլերենի ուսուցման ծրագիրի հերթական հանգրվանին համագործակցությամբ Big Mind Kids զարգացման կենտրոնի։ Ծրագիրը գիտականանա Կանադայի թեմի առաջնորդ Պապքեն arczepiskopos Չարյանի օրնությամբ։ Դասընթացները կկատարվին Արցախեն տեղահանված երեխաներու համար, անոնք կզանոթունան Լեգոյի ուսուցման մեթոդներուն եւ ռոբոտներու գազմության ծևերուն, զուգահեռ անոնք գսորվին անգլերեն լեզուն։ Հայ եկեղեցու թեմ զավալած արշավին անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան ընկերային սանսերու վրա կատարեց հետևյալ գրառումը։ Եկեղեցու թեմ Նիկոլ Փաշինյանի արշավով դարված հասարակությունը չնկատեց, որ Արցախը այլևս նախագահ չունի եւ ըստ երևույթին ոչ ալ կունենա։ Այսպես է Արցախի քաղաքական ճակերտյալ Վերնախավը։ Անոնց համարձակության առավելակույնը պաստորեն գաղտնի գերբով ազգային ժողովի նախագահ ընտրելն էր։ Իսկ ահա նախագահ ընտրելու կամ ընտրվելու համարձակություն չունեցան։ Այս փաստը բազմաթիվ հարցումներով պատասխան կտա։ Հարաճիգային այս նյութին անպայման կթաթարնամ։ Իսկ հիմա գուզեմ հարցնել, ինչ կգարձեք, ինչու Նիկոլ Փաշինյան հարցակեցավ եկեղեցու վրա, որբեսի Արցախի պետական հիմնարկներու գազམ་ակամտումը բահե, թե որովհետև Արցախի ղեկավարության հարցը լուծեց եւ ներկայիս անցած է հաջորդ նյութին եկեղեցու ոչնչացման, ըսավ Մելիք Շահնազարյան։ Վանացորի դեղական ինքնակառավարման մարմինի ընտրություններուն հաղթած, ապա հաղթելու համար ազատազրկված Մամիգոն Ասլանյան ընկերային սանսերու վրա կատարեց հետևյալ գրառումը։ Եկեղեցու թեմ արշավը ազգային դիմադրողականությունը գործելու միջոց է։ Այս օրերուն գարցնակրենք վտանգավոր գործընթացը ուղղորդված եւ հետեւողական արշավը ընդդեմ հայ արաքելական եկեղեցու։ Այս մեկը կարելի չէ ընկալել իբրև առանցի միջադեպը կամ սուր խոսքը, ավելին կարելի չէ հավատալ իբրև թե նպատակը անհատաբար հոգևորականներու ներքին կանոնները չհարգելու մասին է։ Այս մեկը մտածված օրագարկ է, որուն նպատակն է գասկատի տակ դնել ամբողջ հիմնարկը եւ անոր պատմական, մշակութային եւ հոգեվոր թերը մեր կյանքի մեջ։ Եկեղեցին Հայաստանի պատմության մեջ երբեք միայն գրոնական գարույցը չի եղած։ Ան մեր պետականության ժառանգությունն է, երբ պետականություն չունեինք, եւ մեր ինքնության հենասյունը, երբ վտանգված էինք, ան հայկականության տարավոր այցեքարտն է, ըսավ Ասլանյան։ Եկեղեցին նաև նյութական եւ քույքային մեծ արժեքներու կանցարամն է, որ չի գրնար վրիբիլ արշավ կատարողներու աչքեն։ Այս միայն հոգևոր հարց չէ, այս ազգային անվտանգության կապված հարց է։ Երբ գտիրախավորվի հիմնարկային հիշողությունը եւ գարժեզրկվին մեր ինքնության դարերը, անոր մի հաջորդե այդ հիմնարկներուն սարեցումը, այդ է համագարկը եւ նպատակը։ Բազմաթիվ խնդիրներու մեջ գտնվող հասարակությունը գրնա ժամանակավորապես չընկալել այս երևույթին խորությունը, սակայն ազգային գենսունակության դեսանգունեն այս գարմիր քիզ է, որ մե անտին դեղի ունենա համագարկային քայքայում հոգևոր տադարգություն, իսկ սուրբ դեղը երբեք կարելի չէ տադարկ բահել։ Հարմար լրությամբ եւ մորացությամբ կարելի չէ արդոնել, որ ազգային հիմնարկները վերածվին քաղաքական անցողիկ շահերու եւ զանոնք դարձնել ըսպանալիքի կառուցության զոհ։ Մեկ բան հստակ է, որ եկեղեցու թեմ արշավը ազգային ինքնության պատմական իշխողության թեմ արշավ է, եզրակացուց Մամիգոն Ասլանյան։ Հայաստանի ազգային արխիվեն Ադրբեջանին գարկ մնյութեր դրամատելու համար քրեական կորձիմը ցերնարգված է պետական թավաջանության եւ լրտեսության անպասանությամբ, սակայն իրավաբանները չեն հստակացներ, թե երբ փոխանցված են այդ նյութերը եւ ինչ նյութերու մասին է խոսքը։ Նշենք, որ մամլո դերեկություններու համաձայն
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սերբակալած է ազգային արխիվի ղեկավար խումբը դաշնամիին նյութեր դրամատելու համար։ Հայաստանի քննչական կոմիտեն Պաստինֆոյի հետ հարցազրույցի ընթացքին հաստատած է քրեական գործի գոյությունը։ Հայաստանի քննչական կոմիտեի պետության սահմանադրական գարկի հիմերու եւ հաստատակական անվտանգության դեմ կատարված հանցագործություններու քննության գլխավոր վարչության մեջ կատարվող քրեական գործը նախաձեռնված է pedagogan թավջանություն կատարելու, ինչպես նաեւ օդար պետության ներկայացուցիչին կողմէ Հայաստանի իշխանության դարաշքային անձեռամխելիության եւ արտաքին անվտանգության եւ վնաս օգտագործելու համար այլ դեղեցություններ հավաքելու համար հայտնեց քննչական կոմիտեն։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյան հարցազրույցի ընթացքին հայտնեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ գործվածներու հարցերով հետաքրքրվող հանձնաժողովներու ներկայացուցիչներու հանդիպման ժամանակ քննարկված են գործվածներու ճակատագիրը եւ որոնողական գարելի աշխատանքները։ Աբազյանի համաձայն նախնական պայմանավորվածություն ցերկ բերված է, որբեսի այդ աշխատանքները շարունակական լան։ Աբազյան Ադրբեջանի հանձնաժողովի ներկայացուցիչներուն հետ հանդիպումը նկատեց դրական։ Այն հարցումին, որ բոլորը արդյունքներու կսպասեն անվտանգության ծառայության տնօրենը ասավ. Մենք բոլորեն ավելի շահագրգռված ենք, որ օր առաջ արդյունք կամ պատասխան ունենանք։ Ներկայիս չեմ գնարսել, որ արդյունք կունենանք 5 օրեն, 1 ամիսեն կամ 1 տարիեն, բայց արդյունք ունենալու համար մեր կողմէ ամեն բան կկատարվի։ Այն հարցումին, թե երբ պիտի մտնեն Արցախի տարածք որոնողական աշխատանքներու համար, Աբազյան պատասխանեց. Չեմ գնար բարձրացնել, թե երբ կմտնենք, բայց ունենք նախնական պայմանավորվածություն, որ միացյալ երբով որոնողական աշխատանքներ պիտի կատարենք։ Աբազյան նաև հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ երբով գործվածներու հարցերով հետաքրքրվող հանձնաժողովներու ներկայացուցիչները ընդամենը 2 հանդիպում ունեցած են։ 22 մայիսին Լոս Անջելեսի մեջ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության զոհ կանանց եւ երեխաներու բրգության կորձը դեղեկատու Թիվանի վավերագրություններու մեջ Զավեն Բադիարքի զեկույցը ասկերու լիգային խորակիրով քիրքին շնորհահանդեսը, որ Երուսաղեմի հայոց բادرյակարանի մեջ գտնվող արխիվային նյութերեն բացարիք հավաքածո հրադարագությունն է։ Լակրասենտայի Մհեր եւ Սատիկ Դեր Հովանեսյան գեցոնի մեջ Քիրքի համահեղինակը Երևանի pedagogan համալսարանի դասախոս Թրքակետ Լուսինե Սահակյան ներկայացուց բանախոսությունը նշելով ուսումնասիրության նպատակները անդրադարձավ նաև ցեղասպանության զոհ հայ գիներու եւ որբերու ճակատագիրի մասին Քիրքի մեջ տեղ գտած մանրամասնություններուն։ Քիրքին ներկայացման սենարգին հանդիսավարն էր Վաչե Պրուդյան, որ անդրադառնալով Քիրքին հնարավորության նշեց, որ աննախադեсված է համապատասխան մասնակիցներու, ուսանողներու, ցեղասպանություններու կանխարգելումով զբաղվող հայ միջազգային կառույցներու համար։ Հարկելի ունգընտիներ, բանացանի եթերով եւ թեմատիկով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Երուսաղեմի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ բանացանի ունգընտիր։